կազմակերպիչները պնդում են, որ փորձում են նաև երկխոսել, հետաձգում են շրջանառության հարկի բարձրացումը որոշ ժամկետներով եւ այլն։ Գիտեք ոնց հիասթափված ոնց որ իմ համար սենց է էլի, ասենք իրոք շատ փնթի օրենք են ընդունել։ Փնթի օրենք ընդունել ասելով ինչ նկատի ունեմ, ասենք օրինակ վերցրել են մենակ հարկային հիմնավորումն է, այսինքն օրենքի տակը, որ դուք հիմնվեցնեք, մենակ հարկային աճոտներն են։ Իսկ դրա տակը 55,000 մակտ է, ոնց որ ու տարբեր խնդիրներով, տարբեր ոլորտներով գոնե եկեք մինիմում պետք է ինչ որ ձևի ֆոկուս խմբերով, որ գոնե այս հատվածին, ասենք, այդ հակցը ոնց է լուծելու։ Օրինակ մի հատ օրինակ բերեմ, ավտոմեքենաները, որ ենթադրենք դուք ավտոմեքենան խփերեք, եք այդ ավտոմեքենան սարքելու ենթակա չէ, տանում եք վաճառում, չէ, հիմի դուրս է գալի։ Օրինակ իրանք պետք է գնային օրինակ այդ ավտոմեքենաների այդ գործանողներին, տենային ինչքանով է իրակ տեսական ու այդ մակտի ենթադրենք այդ բաղը չեմ հիշում օրենքով դզբան նախատեսված է էլի այդ ավտոմեքենան որ քանդում ես, բայց այսինքն դուսա գալի դու պետք է հատ գույքագրես։ Ինչքան ժամանակ է ծախսելու, կամ ասենք էդի պահի տակ էս մի կտորը քանդում են, հետո էս մի կտորն են քանդում, հետո նշ չէ որ միանգամից են քանդում։ Դուսա գալի չգիտեմ, ասենք ես Հայաստանի տվյալներին չեմ տիրապետում, բայց մի հատ էական հատված ոնց որ այդ օրենքից դուրս է մնացել, որովհետև պրակտիկայում երևի համարյա անհնար է, հա իրան տեսականորեն հնարավոր է, բայց պրակտիկայում անհնար է ու ամենակարևորը այդ մարդկանց այդ լրացուցիչ աշխատանքը որ անում են Հայաստանի Հանրապետությունում լրացուցիչ արժեք չի ստեղծվում։ Էդի մի ոլորտ, երկրորդ ոլորտը ասենք այդ նույն մրգի փոքր խանութներն են։ Մրգի փոքր խանութները, ասենք տեսեք, ամենակիչը, որ սենց վերցնենք, իրանք ամեն օր ինչ որ միրգ թափում են, ճիշտ է։ Դրա համար պետք է օգտավորեն, դրա համար հատուկ ձև կա, որ պետք է հարկային տեսչությանը իրազեկեն։ Այդ մարդը ամեն օր մի ժամ ավել է աշխատելու, որ այդ թղթը, էդի լավագույն տարբերակն եմ ասում, որ մի ժամ, բայց հնարավոր է, որ մեծ հավանականությամբ մի ժամից շատ, սկզբից մի ժամից շատ, հետո կիչնի մի ժամ, բայց ինքը ամեն օր պետք է այդ թուղթը լրացնա։ Այդ դրանից մեր Հայաստանի Հանրապետությունը ինչ օգուտ, որ մենք այդ մարդու կյանքը ավելի վատացրեցինք, չէ՞։ Եթե հիմա այս որոշումը մնա նույնը, ոչինչ չփոխվի, որոնք պետք է դրեն ձեռք։ Գիտեք ոնց, պատրաստի քայլեր չունենք, մեծ կարևոր բաներ կա, եթե մենք օրինակ գայինք, ասենք 55,000 մարդու է ձեռք տալի, ես կոնկրետ Քյավառից եմ, մաղձերից մարդիկ կան, որ օբյեկտիվ պատճառներով չեն հասնելու ստե։ Այսինքն հնարավոր է նաև նրանք կան միանան, տեսնեն եթե։ Չէ, ես ճիշտ ասած այդ մի ինչ որ չգիտեմ, օրինակ, Քյավառի մակարդակով ասենք 50 հոգի կա գիտան, հա։ Քյավառի յուղերով, ասենք 50 հոգի կգան, այնպես օբյեկտիվ, բոլորի ներվերը տաշում է, ասենք, բայց կամ ասենք տեսեք ընդ օրինակ խանութներ կան, որ այդքան էլ էլի տենց ասենք 60 տարեկան մարդ, հա, իրան մի փոքր խանութ ունի, այնքան քիչ է պատվեր տալի, որ ասենք դաժե աղաքիչները կարող գան իր պատվերը չգրեն, ասենք ինքը ասենք 5000 է ուզում, ասում չէ, գոնե մի 15000-ի պետք է լինի, որ ես լրացնեմ։ Ինչքան ժամանակ է, հա, այս ակցիաները լինում են այս պահանջով, ինչու իշխանությունը տեղի չի տալիս, իսկ հպարտ քաղաքացի չի համարվում։ Չէ, գիտեք ոնց է, առաջինը ասեմ, որ իրոք սխալ են անում, ոստե խնդիրը գիտեք ոնց է, իսկ տեղի չի տալի, որովհետև մեր կողմից էլ մենք ենք քիչ հավաքվում։ Ես հաստատ համոզված եմ, եթե իմիստը օրինակի համար հենց այդ թվաբանությունն է էլի ասում, եթե օրինակի համար ստեն մի լինենք 2500 հոգի, հաստատ տենց իրանք հանգիստ չէին նստի։ Միանշանակ ասենք, եթե մարդիկ բողոք ունեն, պետք է գան ստե, խնդիրը, ասենք կարան պատմեմ երեկվա խոսակցությունը մեր Աքսենի հետ, օրինակ, կոնկրետ մարդ, մեր Աքսենը ծաղիկի խանութ ունի, ընդ որում Հակոբ Ակշակյանն էլ մի հատ անդրադարձել էր, որ ինքը մի հատ ծաղիկի խանութի հետ խոսացել է, գիտեք իրան բացատրել է ու տենց էլի, որ կարող կյանքը շատ լավ է, լիքը սխալներով ասում, ասում ասենք օրինակ ինքը
չգիտեմ, օրինակ երեք էլ տեսա այդ մարդը բանը գոք չունի, հիմա էլ ուզում է ինչ աներ։ Բան, մինչև ծխախոտը, ծխախոտը, ասենք ոնց են վերահսկելու, լիքը օրենքներ կա ու այդ ակցիոնում մեջ պետականության արժեքն են գցում այտենց։ Եթե օրենք ընդունում ես, այդ օրենքը չի աշխատում ու նույնն է այս օրենք են ընդունել, որ իրան հնարավոր չէ էլի, ասենք ու տեսականորեն կարող է հնարավոր է, բայց էսի չի աշխատի։ Ուղղակի չի աշխատի։ Ամեն մարդ մտածում է լավ, ընդունած, ես ինչ ձև սրանց խափեմ ես։ Դու կավառում ինչ գործունեություն եք իրականացնում։ Մեր մթերային խանութ։ Եվ հունվարի 1-ից այս փոփոխություն ուժի մեջ է, հիմա արդեն մարտի 10-ը։ Այս ընթացքում դուք վճարում արել եք փոփոխություն։ Չէ, վճարումը տեսեք ինչ ձև է։ Ես ճշմարտության համար ասեմ, որ մթերային խանութների պարագայում, եթե վեկալ ենք մենակ վճարումը հարկային, երևի այտենց վատ չէ էլի, ասենց ասեմ։ Ու մանավանդ օրինակ իմ նման մարդու համար, ով դրանից մի քիչ գլուխ է հանում, բայց դա խնդիրն է, որ հարկատուների մի հատ մեծ մաս, ասենք, այդօգում ոնց որ ավելի քիչ կվճարեմ էլի, այտենց ասեմ։ Գավառից ամեն անգամ գալիս եք, բայց այս կողի առևտրականները չեն գալիս։ Ինչո՞վ եք պայմանավորում։ Այսինքն հույս չունեն կամ մտածում են, որ իսկապես նստած տեղը Նիկոլ Փաշինյանի իշխանությունը որոշում կփոխի։ Այս ամենտանուր Չէ, որ չէ, միանշանակ չեն հավատում, միանշանակ չեն։ Այս ձեր բուն հարցի չէ, այլ բոլոր տեսակի հարցերի վերաբերյալ կա համընդհանուր անտարբերություն։ Չէ, գիտեք, մեր երկրի դեմը լիքը ավելի մեծ խնդիրներ կա, որ ընդ համախմբումը էական շատ մարդ է պահանջում։ Հիմա այս խնդրի շուրջ, այս խնդիրը շատ պարզ է։ Այսինքն ընդ ոնց որ մի քանի շեյխ ունի այդ բարդ խնդիրները, որ կան, տարբեր գործոններ կան, բայց ըստ է պարզ է ու այդ մարդիկ ոնց որ դրա մեջ են։